Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած հայտարարությանը հետևենք վերջին տարիների հետ ամբողջով պիտի Հայաստանի Հանրապետության կեսը կոռուպցիոներ, կաշառակեր, կաշառատու լինեին, հետևաբար բերեք չառաջնորդվենք Հակակոռուպցիոն կոմիտեի նախընտրական այդ պրես ռելիզներով, առաջնորդվենք ռեալ կյանքով, թե ինչ է տեղի ունենում այսօր մեր շուրջը, ընդհանրապես ու մասնավորապես ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի շուրջը, ցավոք սրտի մենք ոչ հնարավորություն ունենք իշխանական կառույցներին գաղտնալսելու, ոչ էլ նրանց գաղտնալսած նյութերը կամ կենցաղային զրույցները հրապարակային դարձնելու, ուստի այս ամենը ընդհանրապես դիտարկենք որպես նախընտրական շոու ծրագիր, որը ուղղված է ընդհանրապես մեր աշխատանքները կազմալուծելուն եւ գլոբալ առումով սա իշխանությունների հավելյալ վախերի անխուսափելի պարտությունը զգալու արդյունք է, ինչի հետևանքով մենք արդեն տեսնում ենք, որ արդեն սկսել են թիրախավորվել մեր կուսակցության համակիր շարքային անդամները, ովքեր կներեք մեր համաքաղաքացիները, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա այդքան հույս, հավատ ու հենվածություն ունենային, հաստատ չէին գնա, ես էլ եմ իմ ֆեյսբուքյան էջով եւ ընդհանրապես հեռախոսի վրա բազմաթիվ մարդկանցից խնդրանքներ եւ այլը ստանում ենք, բայց չենք արձագանքում, որովհետեւ որոշակի իրավական գիտակցություն կա, իրավական գիտելիքներ կա, որ այս փուլում ընդհանրապես չի կարելի նման խոսակցությունների մեջ մտնել։ Սա էլի եմ ասում, այս գործողությունները դիտարկեք ընդհանրապես նախընտրական շոու, նախընտրական լարվածությունը քողարկելու միջոց, սրանք ամեն ինչը ուղղված են իշխանությունների վախերը քողարկելուն, բայց իրենց մոտ դա չի ստացվելու, Հայաստանը երբեք ոչ Հյուսիսային Կորեայի դառնալու, ոչ փակ բռնատիրություն ու այստեղ ընտրությունների նկատմամբ վստահությունը իջեցնելը, նման հայտարարություններ տարածելը, կաշառքով մարդկանց բռնելը կներեք Սամվել Կարապետյանի անձը, նրա վաստակը, հեղինակությունը ցանկացած նժարի վրա որ դնեք, որևէ կաշառքի չի դիմանա, հետեւաբար այդ մարդը արդեն որ գլխավորում է որոշակի ուժ, դա գրավականն ու առհավատչյանն է հետագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը բարելավելու, ուստի այս պահին որևէ մեկը պատասխանատու հայտարարում եմ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքում, որևէ նպատակադրվածություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խոստումներ տալու միջոցով, կաշառք տալու միջոցով, շահագրգռելու միջոցով, դեպի իրենց կողմը թեքելու մտադրություն, ուղղվածություն չկա, իսկ այն երևույթներ, ինչի մասին մենք վերջերս ականատես ենք լինում, իմ ունեցած տվյալներով Հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ կենցաղային բնույթի էլի եմ կրկնում ձայնագրություններ ունի եւ առաջիկա օրերին այդ ձայնագրություններից, այդ շոուներից էլի են լինելու, ես հասարակությանը ուզում եմ տեղեկացնել, որ վստահեցնում եմ ձեզ, այս գործերից որևէ մեկը դատավարական հեռանկար չունի, սրանք ընտրությունների նկատմամբ վստահությունը իջեցնելու ուժեղ Հայաստան կուսակցության հաղթարշավը իրենց մտածելակերպով կասեցնելու, փոփոխությունների ալիքի առաջը առնելու միջոցներ են, բայց ելի եմ ասում, ցանկացած ազդեցության հետևելու է հակազդեցություն, իսկ հակազդեցությունը լինելու է ել ավելի նոր մարդկանց ներգրավվելով, մեր համակիրների բանակը ել ավելի շատացնելով եւ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը այլևս այսպիսին չլինի, թշնամության, երկպառակության, այս անհամախմբվածության մթնոլորտը չտիրի, ես բոլորին խնդրում եմ միահամուռ սատար կանգնել փոփոխությունների ալիքը բերող Սամվել Կարապետյանին եւ վաղը ապրիլի 17-ին 14:30-ին լինել Հակակոռուպցիոն դատարանում, որպեսզի մենք բոլորս հույս ունենանք, որ արդարադատությունը որևէ պահի չի հապաղի, իր խոսքը կասի եւ Սամվել Կարապետյանը կհայտնվի ազատության մեջ ու ազատության մեջ հայտնվելուց հետո նա արդեն իր կենթանի շփմամբ մեր հասարակության, մեր բնակչության մեջ կասի իր խոսքը եւ բոլորը կհասկանան, որ Սամվել Կարապետյանը այստեղ ոչ խոստում տվող է, ոչ կաշառք բաժանող, ոչ էլ առավել եւս այդ ուղղությամբ համակիրներ հավաքող։ Նրա համբավն ու հեղինակությունը հերիք են, որպեսզի մեր համաքաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը հավատալով նրա առաջնորդած ուժին գնա եւ ընտրությունների ժամանակ իր հավանությունը արժանացնի մեր ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին։ Գիտեք, սրանք այնքան արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ
սովորական բնույթ են կրում, ես 21 թվից եմ անցնում ես ռեպրեսիվ մեքենայի միջոցով եւ գիտեմ իրենց տարածած մամլո հաղորդագրությունների բովանդակությունը, այդ բազմաժանր բարձ ստորադասական նախադասություններով կազմված այդ հանցագործի կերպար ստեղծելու տպավորիչ տեքստերը եւ գիտեմ թե ինչպես են այդ քրեական գործերը նախաքննության կամ դատաքննության փուլում փլվում։ Հետեւաբար հորդորում եմ Հայաստանի քաղաքացիներին չտրվել սադրանքների եւ իմանալ, որ սա ընդամենը պարտությունը քողարկելու, վախերը քողարկելու միջոց են նման ռեպրեսիվ գործողություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ կիրառելը։